Մաս երկրորդ։ Սիրելի երեխաներ, մեր հեքիաթը հասանք այնտեղ, որ նապաստակը ուզեց մի փոքր հանգստանալ։ Նա պառկեց, գլուխը դրեց քարին, ծառի շվաքի տակ և սկսեց մտածել։ Շվաքը ինչա։ Ծառի հովի տակ, որ ծառը հով է անում իր շուրջ բոլորը, ճիշտ է Էմիլիա ջան։ Նրա ճյուղերը ծածկում են արևի ճառագայթները չեն ընկնում գետնին։ Էմիլիա ջան, լսիր ուշադիր։ Ինչ եղավ վերջը, նապաստակը ննջեց և խորը քնեց։ Կրիան դանդաղ քայլերով առաջացավ, եկավ, հասավ նապաստակին և տեսավ ինչ, մի ծառի տակ նապաստակը հանգիստ քուն է մտել։ Կրիան նորից շարունակեց իր քայլերը դանդաղ առաջանալով, մինչև որ հասավ վերջնակետին։ Եվ ինչ, բոլոր կենդանիները, անտառի բոլոր կենդանիները տեսան, որ Կրիան է հասել վերջնակետին։ Նրանք սկսեցին ծափահարել և գոռալ. Կրիան է հաղթել։ Եվ ինչու՞մ վազքի մրցույթում, զարմանալի է, չէ՞ Էմիլիա։ Իսկ նապաստակը այնքան անուշ էր քնել, որ իսկի չէր լսում բոլոր կենդանիների ձայներն ու ծափերը։ Երբ որ նա վեր թռավ, զարմացավ, աչքերը ճմռեց և սկսեց վազել։ Վազեց, հասավ վերջնակետին և տեսավ բոլորը Կրիային վերև են բարձրացնում և գոչում. Կեցցե Կրիան։ Նապաստակը ամաչեց, գլուխը կախեց, աչքերը արագ թարթելով հեռացավ, կարծես նա արտասվում էր։ Այս հեքիաթը, սիրելի Էմիլիա, ինչ է սովորեցնում, կարող ես ասել։ Որ պետք չէ լինել ինքնահավան, չարասիրտ։ Հետո այ քո կարծիքով նապաստակը ինչու համար պարտվեց և Կրիան ինչու համար հաղթեց։ Կրիան աշխատասեր է շատ և շարունակեց նաև ճանապարհը։ Իսկ նապաստակը հույսը դրեց իր արագավազության վրա և Կրիան հաղթեց, իսկ նապաստակը պարտվեց։ Այո, դա ինչ է նշանակում Էմիլիա ջան, դա նշանակում է, որ ինչքան էլ վստահ լինես քո ուժերի վրա, միևնույն է մինչև վերջ քո նպատակին հասնելու համար պետք չէ գոռոզամտանալ, հավատալ, որ միևնույն է ինքն է հաղթելու և հակառակորդին թերագնահատել։ Պետք է միշտ լինել զգոն, պետք է միշտ լինել սթափ բոլոր նպատակներին վերջնակետին հասնելու համար և աշխատասիրությամբ լցվել։